ներկայացնեմ մեկ դեպք եւ ես վստահ եմ, որ բոլորի մոտ այդպես է, ունի ապահովագրություն եւ անցել է վիրահատություն։ Ուրեմն ասել են վիրահատությունը չի փակում, կատեն չի փակում, սոնոն չի փակում, էխոն չի փակում, արյան անալիզի այ որ այս պարամետրներ կփակեր, բայց քանի որ դուք այս ֆերմենտն եք անալիզի տվել չի փակում, այսինքն այդ ապահովագրությունը առողջապահական խայտարակ մեծ ֆեյք է, ով ունի ապահովագրություն գնում է, ասում են սա չի փակում, սա չի փակում, ձեր ապահովագրությունը սա չի փակում, սա կարա փակի, եթե գումարի կեսը դուք տաք, մնում է, որ վերջում այդ ամբողջ ապահովագրությունը փակում է մի հատ մեզի անալիզ, էների մեջը եթե ինչ որ լրջագույն հետազոտություններ չարվի կորտիզոլի կամ ես չգիտեմ ինչի եւ արյան ընդհանուր անալիզ, բայց եթե ասվի արյան ընդհանուր անալիզի մեջ մի հատ ասենք ես չգիտեմ որևէ այլ ֆերմենտ դնենք, վсё դա այլևս չի փակում, այնպես որ սիրելի թոշակառուներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը Նիկոլ ընտրողներն է, այն 10,000-ը 12, որ պիտի բարձրացվի ձեր թոշակները, բայց Նիկոլը չի տալու ձեզ, որովհետև չի վստահում, որ դուք կարաք այդ 10,000-ը ճիշտ ծախսեք եւ ուղղելու է ապահովագրությանը, իմացեք, որ առողջապահության նախարարի, որ ամեն օր սենց ռիլեր է անում, իր ասենց տոմնի հայացքով սկսում է ուզում է նմանվել արդարադատության նախարարին, այդ հայտարարահայ սենց գլամուր վիճակների մեջ է սկսել իրան գցել, այդ ամբողջ ապահովագրական այդ բլեֆը իրականում որևէ կապ չունի ձեր հիմնարար խնդիրների հետ։